Երևանի զինկոմիսարիատներից մեկում եռուզեռ է, վերստուգվում է զորակոչիկների անձնական գործերի համալրվածությունը, անցկացվում է վերջին բուժզնումը։ Զորակոչի նախապատրաստական աշխատանքները 100 պատշաճի կազմակերպված են, ամեն ինչ բնականon կատարվում է, զորակոչիկները ներկայանում են բարձր տրամադրությամբ, աշխատանքները կատարվում են բարձր մակարդակի։ Զինվորական կոմիսարն ու բժշկական հանձնաժողովի անդամները հավաստիացնում են, զորակոչի ենթակա տղաները անցել են անհրաժեշտ բոլոր բուժ հետազոտությունները։ Ուղեկրվել են որոշակի խնդիրներ ունեցող զորակոչիկները եւ համապատասխան արդյունքներից ելնելով տեղեկացվել են զորակոչվելու մասին։ Զավակներին բանակ ճանապարհող ծնողների շրջանում մեծ ոգևորություն էր առաջացրել այն հանգամանքը, որ նախկին երկամյա զինծառայության փոխարեն իրենց որդիներն այսուհետ կծառայեն 18 ամիս։ Երբ որ դուրս եկավ հրամանը, այդ ժամանակ իմացանք, որ արդեն տարի ու կես է դարձել ու շատ ուրախացանք։ Իրոք ոգևորելի էր։ Կարող է շատերի համար թվա այդ 6 ամիսը ոչինչ է, բայց ծնողի համար բավականին շատ մեծ օրեր ու ամիսներ, անգամ ժամեր են։ Ինձ թվում է մեզ համար րոպեներն էլ է հաշված։ Շատ լավ է, շատ ուրախ ենք, որ տարի ու կեսով 6 ամիս կրճատվել է։ Շատ ուրախ եմ, որ շուտ ենք տեսնելու մեր զավակին, քանի որ եկնի զավակն ունեմ։ Ներսում աշխատանքային եռուզեռ է, դրսում ծնողական հուզմունքն ու բարեմաղթանքները։ Բոլորը շտապում են զավակներին փոխանցել իրենց պատգամներն ու հորդորները։ Թող աշխարհին խաղաղություն լինի, ուրախ գնան, ուրախ վերադառնան։ Ցանկանում եմ բարի ծառայություն բոլոր զինակոչիկներին, հանձինս իմ թորան հետ միասին, բոլորին բարի ծառայություն, բարի վերադարձ լինի։ Մեր զարմիկին ենք ճանապարհում Էդգարին, շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով կճանապարհենք, մեծ սիրով էլ դիմավորենք։ Մինչ ծնողներից ոմանք առաջին անգամ էին ապրում զավակին բանակ ճանապարհելու հպարտությունը, Տիկին Տիգրանուհին, որի ավագ որդին այս պահին էլ գտնվում է զինծառայության մեջ, բանակ էր ճանապարհում կրտսեր զավակին։ Երկրորդն է, առաջինը արդեն տարուկեսա ծառայում է, շատ գոհ ենք, լավ է, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է։ Զորակոչիկների ծնողներն ասում են, տեղյակ են բանակում արձանագրված բարեփոխումների, հատկապես սննդի որակի բարելավման մասին։ Շատ կան ծառայող տղաներ, որ հարցերին երեխեքներ շատ գոհ են։ Լսել եմ, որ բավականին նորմալ է սնունդն էլ, փոփոխություններ շատ կան, մանավանդ սննդի առումով։ Հացն ամեն ինչն է լավ է, շատ երեխեք ծառայում են, շատ գոհ են։ Այդ օրը բանակի շարքերն էր համալրում նաև գոռը։ Շատ լավ սերտով են գնում, տրամադրությունը շատ լավ է։ Պաշտպանության նախարարության համապատասխան ծրագրի շրջանակում մեքենավարման դասընթացներ անցած եւ բանակի շարքերը իբրև վարորդ համալրող զորակոչիկն ասում է, բոլորի սպարտն է կյանքի մի փոքր ժամանակահատվածը նվիրել երկրի եւ հարազատների պաշտպանությանը, յուրացնել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունն ու փոխարինել 2 տարի շարունակ այդ առաքելությունը պատվով իրականացրած ավագ ծառայեկիցներին։ Մեկս մյուսին փոխարինելով պետքա գնանք, որ մենք ստեղ հանգիստ ապրում ենք, իրանց շնորհիվ է։ Մենք է պետքա գնանք, որի հանգիստ լինեն այստեղ։ Շուտով մոտեցավ հրաժեշտի պահը։ Տղաները մեկ առ մեկ հրաժեշտ են տալիս հարազատներին եւ տեղավորվում ավտոբուսներում։ Եվս մի ակնթարթ ու համընդհանուր ծափողջունների ներքո զորակոչիկները մեկնում են հանրապետական հավաքակայան։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու իրենց հերթն է։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։